Միտք եմ լրատվական վերլուծական կայքը Կոտայքի մարզի Քաղցի գյուղում է, որտեղ հետևյալ 17-ին համայնքապետի ընտրություններ են, զրուցում ենք տեխնացուներից Ռաֆայել Գրիգորյանի հետ։ Պարոն Գրիգորյան, ինչու որոշեցիք առաջադրել ձեր տեխնացությունը եւ դա պայմանավորված է Թավշյա հեղափոխությամբ, թե գործող գյուղապետի առաջադրման։ Իմ առաջադրումը նախաձեռնող խումբն է առաջադրել ինձ, այսինքն այն խումբը, որոնք այն ակտիվ մասան, որոնք մտահոգ այս գյուղի խնդիրներով, այսինքն անհանգստացած է իր գյուղով, տերալ ուզում լինել իր գյուղի, իրենք են առաջադրել ինձ, իրենք են ընտրել, որպեսզի առաջադրեմ, եւ այդ պատասխանատվությունը իմ վրա ստանձնելով համաձայնվել եմ նրանց այդ առաջարկին եւ որոշել եմ առաջադրվել։ Թավշյա հեղափոխությունը միանշանակ նպաստել է իմ առաջադրմանը, որովհետեւ նախկին իշխանությունների հանդեպ ունեցած մեր անվստահելի մթնոլորտը, հա, այսինքն այդ մթնոլորտում այդ իշխանության հետ ես չէի պատկերացնի իմ աշխատանքը, իսկ ներկա իշխանությանը բնականաբար բոլորս վստահում ենք, համոզված ենք նրանց սկզբունքների վրա, եւ դա է պատճառը, որ առաջադրվել եմ։ Այդ առումով իհարկե կապ ունի։ Քաղցիում ըստ ինչ հիմնախնդիրներ կան։ Քաղցի խնդիրները բավականին մեծ են, ներկա գործող գյուղապետը մեծ գլոբալ խնդիրներ լուծել է գյուղում, բայց նաև կան մի շարք խնդիրներ, որոնք պետք է լուծվեն։ Դրանց մեջ մտնում է կուլտուրայի տունը, որ պետք է վերանորոգվի եւ շունչ տրվի նրան, որպեսզի նա սկսի գործել։ Դաշտի ճանապարհներն են, լուսավորությունն է, ջրահեռացումն է, ոռոգման ջրերն են, կոյուղաջրերն են եւ մի շարք նմանատիպ խնդիրներ։ Դուք ինչ եք խոստանում քաղցացիներին ընտրվելու դեպքում անելու համար։ Ես խոստանում եմ անաչառ աշխատանք, մեր բոլոր ջանքերը պետք է տրամադրենք մեր գյուղի համար, ի նպաստ մեր գյուղի, եւ բոլոր ծրագրում ներառված բոլոր կետերը հատ առ հատ իրականացվելու են։ Դա միանշանակ է, որ մենք գալիս ենք զուտ դրա համար, մեզ ուրիշ ինչ որ անձնական շահ, չգիտեմ, ինչ-որ մի բան չի հետաքրքրում, ես կարծում եմ, որ անելիք ունենք այս գյուղում եւ պետք է դա անենք։ Պետք է անենք մեր ամբողջ ուժերով եւ ոչ միայն երիտասարդության նվիրվածությամբ, այլ նաեւ մեր ավագ սերնդի եւ տարեց սերնդի գիտելիքներով, փորձով։ Այսինքն բոլորը միասին եթե համախմբենք եւ այդ ուժը դնենք մեր գյուղի վրա, միանշանակ շատ բաների կհասնենք։ Գուցե մասնավորեք, որ խնդիրները առաջնահերթ լուծելու համար։ Առաջնահերթ մշակույթի տունը պետք է վերանորոգվի, պետք է շունչ տանք դրան, որպեսզի նա սկսի գործել, այսինքն խմբակներ, հիմա այս պահին մեր ներկա գործող գյուղապետը ճիշտ է բավականին գործ արել մշակույթի տան վրա, տանիքն է վերանորոգել, պատուհաններ եւ այլ, եւ այդ նույն նախաձեռնող խումբը, հա, սկզբից որ ասեցի, իրենց հետ միասին այդ համախմբված կարողացել ենք մենք 3 խումբ տեղափոխել ենք արդեն մշակույթի տուն եւ մշակույթի տունը այդ վիճակում որ շատ բավականին մեծ խնդիրներ ունի, բայց արդեն իսկ գործում է, այսինքն արդեն շունչը կա, արդեն երեխաները գնում են, այնտեղ շարժը արդեն կա։ Մտածում ենք, որ մնացած սենյակները այնտեղ բավականին մեծ տուն է ինքը, այդ մշակույթի տունը բավականին մեծ է եւ բավականին շատ սենյակներ ունի, որ պետք է գործեն։ Եվ արդեն իսկ նախնական պայմանավորվածություն ունեմ ես այդ մշակույթի գործիչների հետ, որ իրանք էլ պատրաստական են նույնիսկ իրենց միջոցներով սենյակները վերանորոգեն, խմբերը կազմեն, կազմակերպեն եւ արդեն բավականին շատ ուսկ կլինի դա, էլի արդեն երեխեքը ոնց որ տեղ ունենա մշակույթով զբաղվելու։ Լավ։ Դուք ինչպեսի քարոզարշավ եք պատրաստվում իրականացնել, որքանով քաղաքակիրթ։ Քարոզարշավը լինելու է ժողովրդի հետ հանդիպումներով, այսինքն որոշել եմ բոլորին հատ առ հատ նաև տներ մտնել, բուկլետներ բաժանել։ Հիմա գիտեք իմ խնդիրը, հա, եթե կարելի ասել խնդիր կամ թերություն, նա է, որ ժողովուրդը ինձ քիչ է ճանաչում, այսինքն գիտի Գրիգորյան Ռաֆայել, գիտի այս մարդուն, բայց անմիջական շփումը քիչ է եղել։ Եվ պետք է հատառատ բոլորին հանդիպեն, որպեսզի ավելի մոտիկից ճանաչեն եւ իրենց վստահության քվեն տան։ Գուցե մեր միջոցով փոքրինչ ներկայանաք, ով եք դուք։ Ես Գրիգորյան Ռաֆայելն եմ, ծնվել եմ 1992 թվականին,
ավարտել եմ քաղաքացի միջնակարգ դպրոցը, դրանից հետո ավարտել եմ Գավառի պետական համալսարանի աշխարհական աշխարհում բաժինը, տնտեսագիտական։ Զբաղվել եմ մի շարք գործունեությամբ, բիզնեսով, առևտուր, արտադրություն, ներկայումս ևս ունեմ բիզնես։ Առաջիկայում ընտրություններից հետո, մի քանի ամիս հետո պատրաստվում է խոշորացման գործընթաց 4 գյուղերի միջև, որը ներառում է նաև Քաղսին, ինչպես եք վերաբերում դրան եւ այս ժամանակ եթե լինեն նորից ընտրություններ կառաջադրվեք։ Խոշորացմանը լավ է վերաբերվում եւ մեր այս 4 գյուղերը, մեկը մյուսի հետ բարի դրացական հարաբերություններ են ունեցել, այսինքն մեկը մյուսին օգնել է, որ հիմա խոշորացումով կարծում եմ, որ ավելի հեշտ կլինի խնդիրներ լուծել, որ գյուղերի առաջ ծառացած խնդիրները ավելի հնարավորությունները, միջոցները ավելի մեծ կլինեն եւ կարծում եմ, որ խոշորացումը այո լավ է եւ լավ է վերաբերվում դրան։ Իսկ առաջադրվելը միանշանակ առաջադրվելու է նաեւ խոշորացման ժամանակ։ Ունեք կարգախոս նախընտրած, որ կկիրառեք, կօգտագործեք ընտրությունների ժամանակ։ Ճիշտ ասած, այս բանը նստակեցված չի կարգախոսը, բայց մեր գյուղը մեր տունն է, այսինքն մենք պետք է հասկանանք, որ մեր գյուղը հենց մերն է, մեր բոլորիս գյուղն է եւ ինչպես մեր տանը կվերաբերվենք, ինչպես մեր տան հանդեպ սրտացավ կլինենք, նույնիսկ պետք է մեր գյուղի հանդեպ սրտացավ լինենք։ Կարծում եմ կարգախոսը դա կլինի։ Ձեր խոսքը, ձեր կոչը քաղաքացիներին ընտրություններից եւ քարոզարշավից առաջ։ Քաղաքացիներին կոչը մնում ավելի ակտիվ լինել։ Հեղափոխության մեծ ձեռքբերումներից մեկը նաեւ նա էր, որ ամեն անձ, ամեն ոք հասկացավ, որ իր մի ձայնը, իր մի քվեն մեծ նշանակություն ունի, այսինքն արժևորվեց ինքը իր ձայնը պետք է արժևորի մարդ եւ ակտիվ մասնակցի ընտրություններին, որտեղ սա մեր գյուղի ընտրություններն է, սա մեր ապագա 5 տարիների ընտրությունն է, այսինքն սրանից է կախված թե ինչպիսին կլինի մեր 5 տարվա կառավարումը, ինչպիսին կլինի մեր 5 տարվա գյուղի ապագան։ Այդ առումով խնդրում եմ բոլորին ավելի ակտիվ, ավելի լավ ծրագրերին թող ծանոթանան մարդկանց, մեր տեխնացուների այսօր 4 տեխնացու ունենք, ավելի լավ թող ակտիվ լինեն, էլի ավելի լավ մասնակցեն այս ամեն ինչին, որտեղ եթե մի բան լավ չի, եթե ասենք ինչ-որ վատ բան կա, դրա վատի մեջ նաև մեր մեղքը կա, որտեղ մենք ժամանակին տեր չենք եղել մեր գյուղի։ Մեր համար միևնույն է եղել, այսպես ասած, մեր արմորացելով նկատի ունեմ քաղաքացիներին մասը եղել, որ իր համար միևնույն է եղել, թե գյուղը ոնց է, ինչ են անում, ոնց են անում։ Այդ առումով դրա համար խնդրում եմ, որ ավելի ակտիվ լինեն, ավելի լավ մասնակցեն ամեն ինչին, այս գործընթացին, որտեղ գյուղը բոլորինս է, գյուղը ինչ-որ մեկինը չի, ինչ-որ մեկի սեփականությունը չի, սա բոլորիս գյուղն է։ Եվ այս գյուղը հիմնադրվել է, այդ ժամանակ 41 ընտանիք է եղել եւ 41 ընտանիքն էլ մտածել են մեր գյուղի մասին, մեր գյուղի վաղվա օրվա մասին եւ այսօր գյուղը հասել են մեզ։ Եվ մենք էլ պետք է մտածենք այս գյուղի մասին, պետք է մտածենք մեր վաղվա գյուղի մասին, վաղվա օրվա մասին։ Կասեցնես ուղերձը սա էր։ Թերևս առաջադրվելու հարցում որոշելու համար, այնուամենայնիվ, եթե անգամ թիմն է առաջադրել, գնահատել եք ձեր հնարավորությունները, ինչպիսին է։ Հնարավորություններս բարձր են գնահատում, ժողովրդի համակրանքը կա, մնացածը աշխատանքից արդեն պետք է երևայել։ Գերխնդիր է ինձ համար ժողովրդի հետ շփվելը։ Հիմա դրանով հսա արդեն ամսի 30-ից երբ որ հայտարարվի պաշտոնապես քարոզարշավը, անմիջական շփում է ինձ հարկավոր եւ դա կազմակերպելու է։ Եղավ, մեր հարցերը այսքանն են կա, որև բան ինչի մասին ինքն հետ կուզեիք խոսել չհարցրեցի։ Կարծում եմ ոչ։ Եղավ, շնորհակալություն։